դառնում է պացիենտ, հայտնում է մի հայտարարակ իրավիճակում։ Մի կողմից կամ խղճահարույց նամակ դիմում պիտի գրի իր նախարարին, նա էլ որոշում կայացնի տրամադրի պետպատվեր թե ոչ տվյալ բժշկին։ Մյուս կողմից, եթե մենք դիմենք մեր բանկերին, նրանք էլ տեսելով մեր խղճուկ աշխատավարձը որպես կանոն մեզ մերժում են։ Սա մի հարց։ Եթե դժվար չի հիմա պատասխանեք, մի փոքր անձնական հարց կրեմ։ Շատ լավ ասեմ ես։ Մենք ունենք նման անտրամաբանություն ոչ միայն պոլիկլինիկաների մասով, այլ նաև նախադպրոցական, արվեստի դպրոցների, մանկավարժների մանկապարտեզի մանկավարժ ասում, ես մանկավարժ եմ, թե չի ասում ենք այո, ասում, բա ինչի է սոցիալական փաթեթ չունեմ դպրոցի մոտ։ Բացատրությունը բավարար է թե չէ միակն է, ունենալով սուղ ֆինանսական միջոցներ, գրադացիա որ այսքանը կարող ենք անել եւ այդ իսկ պատճառով որոշվել է որ այս դասին տրվում է, այս դասին չի տրվում։ Ինչ է պետք է անել, նայի նախորդ պատասխանին պետք է աշխատել, որպեսզի կարողանանք փող ունենալ։ Բացի դա, սոցիալական ոլորտում մենք իրականում որոշակի փոփոխություններ ենք անելու, մասնավորապես հիպոթեկաների հետ կապված, մենք զոնավորելու ենք, դե լավ, դա մի քիչ երկար թեմա է, չպատմեմ դա հիմա, բայց երբ որ դուք խոսում եք պետպատվերի մասին, մոտորերս նույնպես դուք կիմանաք, մենք պետպատվերների մեջ էլ պրինցիպիալ, ռադիկալ փոփոխություն ենք անում։ Եթե պետպատվերի ծառայությունը այսքան արժի, շուկայում այդ մի ծառայությունը այսքան արժի, որը դրում է կոռուպցիոն ռիսկերի, որ հաճախորդը գալիս ասում է ուզում ես այս տարբերակը, ապա ինձ լավ նայի, մենք պետպատվերի գինը բարձրացրել ենք, հավասարացրել ենք շուկայում, որ այդ կոռուպցիոն ռիսկերը վերացնենք, դա բերել է լրացուցիչ բեռի մեր բյուջեում, բայց մենք տնտեսելով ուրիշ տեղ այդ կոմպենսացրել ենք եւ առողջապահության ստվերը բերելու ենք հարկման դաշտ։ Կարողացա ձևակերպել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր խնդրին, մենք դրան անդրադառնալու ենք։ Անդրադառնալու ենք այն պահին, երբ որ այդ միջոցը ունենանք, որպեսզի այդ անտրամաբանական անհավասարությունը վերացնենք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Խնդրում եմ արտահայտել ձեր վերաբերմունքը հանրային գերակաշռ թեմային։ Կարծում եմ բազմաթիվ օրինակներ գիտեք քաղաքում, թե ինչպես վիրավորում են կենտրոնի բնակիչներին, նրանց տրամադրելով այնքան գումար, որ նրանք կարող են միայն ծանրամասում ունենալ տուն։ Մեկը իմ հասցեի վերաբերյալ է, ես ինքս Տերյան փողոցի 127 շենքի բնակչուհի եմ, Դոն Պավլովը նկատած կլինեք գյուղինստիտուտի դիմացի մայթին, կիսաջարդված շենք եւ մի բնակիչ, մի ընտանիք է այդտեղ բնակում, դա իմ ընտանիքն է, ես ամուսինս երեխաներս։ Արդեն շուրջ 10 տարի մենք այս պատմության մեջ ենք եւ ոչ մի լուծում չենք տեսնում։ Միայն մեր խնդիրը, պահանջը, ցանկությունը այն է, որ մենք համարժեք հատուցում ստանանք, այսինքն նույն քառակուսի կենտրոնում։ Շատ լավ, տեսեք, ես իրականում չգիտեմ ձեզ ինչքան են առաջարկում եւ ինչքան են։ Մենք գումարային որևէ հարց չենք քննարկում, միայն համարժեք քառակուսիով հատուցում, միայն գումար ոչ մի դեպքում։ Շատ, եկեք ես այսօր դատավորի դերակատարում չկատարեմ, հա, որտեղ համարժեք նոր շենքը եւ համարժեք հին շենքը դրան գնային տարբեր են։ Եվ չեմ ուզում ես այս պահին մտնենք ձեր երկու տնտեսվարողների միջև հարաբերության մեջ, բայց եթե դուք ձեր թղթերը ներկայացնեք, մենք կարող ենք էքսպերտական գնահատական տալ։ Ինչ վերաբերում է գերակաշռին, գերակաշռ ամբողջ աշխարհում կա։ Եվ եթե գերակաշռ ինստիտուտը չունի, քաղաքները չեն զարգանա։ Որտեղ ասենք կոպիտ եմ ասում, 17-րդ դարից որ վերցնեք Լոնդոնի օրինակի համար կամ մեկ այլ քաղաք, որը ձեր աչքին կամ ձեզ հաճելի է, իրանք նման ձևով են զարգացել նախկին կիսափլած շենքերը, որը ոնց ինչ-որ ձևով դա չի նշանակում, որ մենք քաղաքացու շահը պետք է ոտնահարենք, բայց իրականում գերակաշռ ինստիտուտը գործում է ամբողջ